Ես վստահ եմ, որ կարող ենք 50%-ով պետության վիճակը փոխելով գեներալիտետի վիճակը, սպայական կազմի վիճակը, ես արդարության սկզբունքի վրա եւ շնորհքի վրա տեղափոխելով արդյունքները բացառիկ կլինեն, հետ կասկած չունեմ եւ դա եղավ, բայց ես մի բանից կարծում եմ, որ պակաս մնաց հարցը, որն էր շատ շտապ պետք է ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք այն ուղղություններով, որտեղ այլ էթնոսներ էին ապրում։ Ուրեմն մեր բանակ խնդիր ունի։ Հենց հիմա ես որ լինեի նախագահ, պաշտպանության նախարարին կասեի կապ չունի, ես ինչ եմ բանակցում, դուք կխփեք այն ուղղություններով, որտեղ ոչ թուրքական էթնոսներն են։ Պատերազմը սրանից հետո մենք պիտի տեղափոխենք մեր տանից, ընտանիքից դուրս։ Այնուամենայնիվ, եթե խոսենք արկածախնդրության մասին, մեր կողմից էր ինչ-որ առումով արկածախնդրություն, պետական քաղաքականության մեջ վարվող մի շարք բաներ, թիվ 1, այն որ մենք պնդում ենք, որ բոլոր եվրոպական կառույցներում այն բանաձևերը, որ մենք տանուլ ենք տալիս եւ ՄԱԿ-ի կառույցում եւ հետո Եվրոպական ասամբլեայի կառույցում, դրանք որևէ դիվանագիտական եւ քաղաքական ուժ չունեն եւ ազդեցություն չունեն։ Մենք տեսնում ենք, որ պատրաստվում էր այդ գրոհը առաջին քայլով դիվանագիտորեն եւ դիվանագիտական պատերազմը որոշակի առաջ խաղացում էր արձանագրում, չստանալով դիվանագիտական հակահարվածներ։ Հայաստանում արտաքին գործերի նախարարությունը շատ վատ է աշխատում, եթե չենք ասի, որ չի աշխատում։ Երկրորդ թեմա մեզ մոտ տարածված էր այն միֆը, այսինքն պետք է պատասխանատվության կանչել, ես վստահ եմ, որ պետք է պատասխանատվության կանչել բոլոր այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպ Հայաստանում հայտարարել են, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին դա դաշնակցային քայլ է, դա դաշնակցային պարտավորություններին չհակասող քայլ է եւ Ռուսաստանը կատարում է բիզնես, որովհետեւ ստրատեգիական դաշնակիցը դե յուրե, երբ որ դե ֆակտո իր ստրատեգիական հակառակորդին վաճառում է զենք, նա դրանով տալիս է քաղաքական եւ ռազմական դաբրո այդ զենքի կիրառման համար, որովհետև հենց զենքի վաճառքը դա արդեն քաղաքական եւ ռազմական դաբրո է։ Այսուհետ կոռուպցիան սկսեց չափվել ոչ թե այս կամ այն մեկի բարեկեցությամբ, այլ մարդկային կյանքերով։ Քաղաքացիական հասարակություն եւ ժողովրդավարություն կառուցելու Հայաստանի բոլոր փորձերը այսուհետ պետք է չափվեն արցախյան դենոմինատորով, արցախյան չափորոշիչով։ Ինչպես է կոռուպցիան հարվածում ռազմաճակատին, ինչպես է կոռուպցիան հարվածում զինվորի իրավիճակին, ինչպես է այս ինքնիշխանությունը, անիշխանությունը ազդում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, նվազեցնելով մեր դերը միջազգային թատերաբեմում։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պետք է վերանայի իր բոլոր դիրքորոշումները եւ իր կնքած պայմանագրերի եւ իր այսպես կոչված դաշնակիցների եւ իր հերթական գործունեության վրա խաղապահների այսպես դիրքավորումը դա Ռուսաստանի թիվ 1 ներքին պահանջն է մեզնից պահանջում են խաղապահների դիրքավորում Ադրբեջանից պահանջում են Եվրազես եւ ՀԱՊԿ դա երկու պահանջ է որ տարածաշրջանում ուղղված է երկու տարբեր երկրներին տարածորեն քաղաքական եւ ռազմական շանտաժ է ուրիշ ձևով ես դա չեմ բնութագրում հիմա դեմ չէ խաղապահների մանին Ադրբեջանն էլ պիտի հիմա սպասում ենք Ադրբեջանի պատասխանը սա այսպես ասած երկկողմ դիալոգ է ներքին բնական է նրանք չեն համաձայնվելու իրենք մեր պետության անկարողության վրա պետականության այնքան էին վստահ եւ ժողովրդ դեմոգրաֆիական այս խնդիրների եւ նաեւ բազատամարտիկ եթե տարիներով բուժման դեղորայք չունեի Եվ այս հաշիվներով մենտալիտետը հաշվի չառնում, այսինքն հոգեբանական կողմը չէին հաշվել, բլիցկրիգ արեցին, ակնհայտ է, Հիտլերի ճանապարհն է, Կիրակի ուրեմն չէ շաբաթ է, մայրաքաղաքները փակեն համաշխարհային, որտեղ հայկական լոբին կարող է արագ արձագանքել, մինչև Կիրակից կեցերեք գիշեր հարցը կփակեն, հետո թող ուրեմն աղմուկ աղաղակ լինի, դրա համար հիմա արեցին Հաշվի չառան, այսինքն մենք ճիշտ այդ բոլորը համաձայն ենք ամեն ինչի, հայ զինվորականությունը, զինվորից սկսած մինչև գործող հրամանատարությունը, գեներալիտետը տապալեցին, հիմա դժվարություն, այսպես ասեմ, շատ գնով, քիչ գնով պիտի հաշվենք, ուրեմն թուրքական բլիցկրիգը, որ ես վստահ եմ, որ պայմանավորված է նաև Թուրքիայի հետ, այսինքն կասկած չկա, եւ ռուսների
Թուրքիայից պոկելու ձգտումով անտարբերությամբ Ադրբեջանի հանդեպ։ Լավրովից տվում է Մեդվեդև Երևան Բաքու եկել են տեսնեն գործողության արդյունքն ինչ եղավ, որտեղ ծրագրերը տապալվել են։ Թուրքական ծրագիրը տապալվել է, ադրբեջանական ակնհայտ ագրեսիան տապալվել է, ռուսական ցանկությունը, որ ավելի կախվեինք իրենց պոչից, ուրեմն տապալվել է, որովհետև Եվրոպան նախագահ ինչ հադարություն արեց։ Բայց մի բան ասեմ, որ մեր ժողովրդին պիտի փոխանցվի, հետո մնացածը կարելի վերլուծել։ Հիմա տարածում են, որ պատերազմը հարցի լուծման ճանապարհ չէ, ճանապարհ է։ Եթե բանակի դիմադրությունը չլներ, այսօր պատկերացնում եք ինչ աղետալի վիճակ էր։ Մենք ուրիշի գնահատականներով, ուրիշի շահելով խոսելու ոչ մի իրավունք չունենք։ Պատերազմը իսկական հարց լուծելու ճանապարհ է։ Պատերազմը դիվանագիտական պարտության հետևանքն է, որտեղ եթե հասնում ենք արդեն պատերազմին, իհարկե եթե արդեն հասնում ենք պատերազմական վիճակին, միակ մեր հույսը եւ միակ մեր հնարավոր ուժը դա բանակն է, զինվորն է եւ այդ գործողություններն են, բայց այդ գործողությունները կարելի է գոնե փոքրի շատ է կանխել։ Ինչ վերաբերվում է երկու պատճառ կա։ Մեկը քաղաքականն է այս բոլոր այցերի, մյուսը տնտեսականը։ Մի փաստ այս պահին իհարկե բոլորի կողմից սպրդեց, բայց դա շատ կարևոր է, այն որ Բաքվում ներկա են նաև Իրանի ներկայացուցիչները եւ Իրանի ներկայացուցիչները ասեմ թե ինչու են ներկա են, որտեղ Ռուսաստանը պլանավորում է կործանիչների մի ամբողջ խումբ վաճառել Իրանին։ Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հասկացնենք, որ դու ինքդ Լենինի բաղձանքը Չիչերինի հետ արտահայտված 20 թվի հունիսի 29-ին, որ դուք լինեք երրորդ օբյեկտիվ խաղարարար, այստեղ անել չեք կարող։ Ձեր շահերը Սիրիայում պահանջում են մնալ այնտեղ, Սիրիայում, Մերձավոր Արևելքում եւ Մոսուլում կոնկրետ։ Ղրիմում կարող եք մնալ, եթե Հայաստանի հետ տանելի ռազմաքաղաքական համագործակցություն ունեք։ Դա նշանակում է, որ մեր քաղաքական ղեկավարությունը, նաև կարծում եմ վերլուծական հանրակցությունը պահանջ ոչ թե դուք եղեք այստեղ, դուք մեզ զենքը տվեք, մենք ձեզ հետ կլինենք այստեղ եւ ձեր համար կպահենք ձեր շահերը նաև։